Զաքարյանների ավակ ճյուղի Զաքարե Զաքարյանի, որ Վրաց պետության եւ նրա ներսում հայկական բոլոր ստորաբաժանումների ընդհանուր ղեկավարն էր, ամիր սպասալարի պաշտոններ զբաղեցնում, այսինքն նույնն է թե սպարապետ, մեր պարագայում հայկական նոր ազատագրված տարածքների իշխանապետության ղեկավարն է նա դառնում եւ հենց Ամբերդից պետք է նա ղեկավարի հետագա գործընթացը Հայաստանի ազատագրման։ Շատ հետաքրքիր է, որ 1196-ին Ամբերդը ազատագրելուց հետո 1198-99 թվականներին ազատագրվում է մեր վերջին համահայկական մայրաքաղաքը Անին։ Եվ սա չափազանց կարևոր էր թե ազատագրական պայքարի հետագա տրամաբանությունը շարունակելու տեսանկյունից եւ թե ռազմավարական զուտ տեսանկյունից։ Ստացվում է, որ հաջորդ կետերը մոտակայքի մյուս կարևորագույն բերդերն էին։ Նախ արշավանք է իրականացվում Ամբերդից դեպի արևելք 1201 թվականին ազատագրվում է Բջնին եւ այնուհետև 1203 թվականին դեպի հարավ Արարատյան դաշտ դեպի ճանապարհը շարունակելով Դվինն է ազատագրվում եւ ստացվում է, որ Արարատյան դաշտը արդեն հայտնվում է Զաքարյանների իշխանապետության համակարգում։ Դվինը թողնվում է արդեն մյուս եղբորը Իվանե Զաքարյանին եւ ստացվում է, որ Զաքարյանները հենց Ամբերդի ազատագրումից հետո է, որ կարողացել են իրենց արշավանքների եւ ազատագրման գլխավոր գործողությունները հաջողեն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։